Ազատ գյուղի զինվորական կացարանում 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով դատավարությունը նորից լարված է անցել։ Մահացած Հայկ Կիրակոսյանի հորը դուր չի եկել, որ զոհված տղաների մասին խոսելիս դիակ բառն է օգտագործել Մեղադրյալ Եղիշե Հակոբյանի պաշտպանը։ Այսօր Հայկի ծննդյան օրն է, հայրը տեղը չի գտնում, որդուն շնորհավորելու փոխարեն եկել է նրա մահվան հանգամանքները պարզելու։ 3 տարի շարունակվող դատավարության վերջը չի երևում։ Այսօրվա նիստին գործի ընթացքը փոխող սկանդալային տեղեկություններ է հայտնել փորձաքննությունների ազգային բյուրոյի պայթյունատեխնիկական հրդեհատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետը։ Նա ինքն է զբաղվել դեպքի վայրի զննությամբ։ Հակեշ ներկայացվել է դեպքը եւ խնդրվել է մասնագիտական օգնություն դեպքի վայրի զննության համար։ Փորձագետը բացառել է, թե փայտե վառարանում կարող էր շմոլ գազ առաջանալ։ Փայտի վառարանի շահագործման դեպքում շմոլ գազի առաջացման դեպք փորձագիտական պրակտիկայում չեմ ունեցել։ Այս գնահատականը հարցականի տակ է դնում դատաբժշկական փորձաքննությունների արդյունքները, թե զինծառայողների մահը վրա է հասել շմոլ գազի եւ ջերմային ներգործության պատճառով։ Ստացվում է հրդեհի բռնկման պահին կացարանում շմոլ գազ չի եղել։ Իսկ եթե շմոլ գազ չի եղել, դա նշանակում է, որ հրդեհի բռնկման պահին, այսինքն ենթադրաբար Եղիշի կողմից վառարանը հրդեհելու պահին, զոհված զինծառայողները հանգիստ նորմալ պայմաններում քնած են եղել։ Եթե նորմալ պայմաններում քնած են եղել, այսինքն շմոլ գազով թունավորված չեն եղել, դա նշանակում է, որ Եղիշեի ռեակցիայի ողջ մնացած զինվորների օգնության կանչելու պայմաններում զոհված զինծառայողները վայրկյանական պետք է արթնանային եւ իրենք կարողանային այդ տարածքից դուրս գալ։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը էական է համարում, որ փորձագետը գործնականում հնարավոր է համարել քննչական փորձարարության իրականացումը։ Նորայր Նորիկյանը միջնորդելու է, որ դատարանը կազմակերպի այդպիսի փորձարարություն։ Դրա ընթացքում պետք է վերականգնեն դեպքի օրվա իրադարձությունները, փորձեն պարզել իրականում կարող էր վառարանը վառելու պատճառով այդ ծավալի հրդեհ առաջանալ։ Դատական նիստը այսօր նորից հետաձգվել է, հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 5-ին։ Աննա Գյուրնազարյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։